Այսօրվա մեր խոսքի քարոզչությունը պետք է արագ մի վերհիշում լինի, որ վստահ բոլորս էլ գիտենք, բայց Աստծո խոսքի վերհիշումը երբեք մեզի չի հույսով ծույլացնում, զլացնում, ձանձրացնում։ Ինչպես գիտենք, որ երբ Քրիստոսը տերերի Տերը ու փառավոր Աստվածը, հավիտենականության Աստվածը հանձն առավ, որ մարմին հագնի, մարմին, տեսք ստանա իմ ու քո տեսքի նման, որովհետև ինձ ու քեզ համար էր իր կյանքը զոհաբերելու։ Ուստի պետք է մարմին հագներ, ճաշակեր ցավը, նեղությունը, ուրախությունը, տխրությունը, այդ ամեն ինչը, որ մարդ արարածը ապրում եւ ճաշակում էր կյանքի ապրած օրերի մեջ։ Նրա ծնողները, մայրը Մարիամը, որ Աստված ընտրեց կանանց մեջից նրան, որպեսզի նրա արգանդը օգտագործի, երբ Սուրբ Հոգով կհեղիացնի նրան։ Նա նշանված էր Հովսեփի հետ։ Նրանք ապրում են Նազարեթ քաղաքում։ Եվ իհարկե Աստծո խոսքը ասում է Օգոստիանոս կայսը հրաման տվեց, որպեսզի ինչ անի, մի կրկին անգամ մարդահամար արվի։ Դա իհարկե, ինչպես մենք կարդում ենք, թագավորների մտքերը Տիրոջ ձեռքերի մեջ էր։ Պետք է դեռ հարյուրավոր տարիներ առաջ մարգարությունը ամբողջանար եւ իրականանար, որ նա իր որդուն ծնունդ պիտի տար Բեթլեհեմ քաղաքում, որովհետև իր ծնողները այնտեղից է սերված։ Նրանք տեղափոխվել էին, ինչպես մենք ծնունդ առանք մեկ ինչ-որ երկրում, հետո որոշներ տեղափոխվեցինք Հայաստանից եկանք Ամերիկա, Աստված գիտե մի օր այստեղից ուր են գնալու։ Առայժմս այստեղ ենք, թեկուզ կոնե այսօր։ Եվ նրանք տեղափոխվեցին Բեթլեհեմ, Քրիստոս ծնունդ առավ, հալածանք եղավ, Եգիպտոս գնացին, եւ երբ որ վերադարձան, իրենց հարազատները, բարեկամները ուր էին ապրում։ Նազարեթ։ Նրանք Բեթլեհեմում բան չունեին, մեծ շրջապատ, ընկերակցություն չունեին, հաղորդակցություն, եւ բնականաբար ուր շարժվեցին։ Գնացին դեպի Նազարեթ։ Այսօր մի ամբողջ քրիստոնեական հարանվանություն կա, որ կոչվում է ինչ Nazarene Church, այսինքն այդ Նազարեթ քաղաքով անունով մի ամբողջ հարանվանություն կառուցվեց, ողջ աշխարհով մեկ տարածված Nazarene Church-ը։ Նրանք Նազարեթում էին, եւ երբ Հիսուսը հասակ արավ եւ իր լման տարիքը ամբողջացրեց եւ ներս մտավ իր մեսիան իրականացնելու այդ 3 տարվա ընթացքում, նա շրջում էր Հրեաստանում, զարմանալի ձևով Հրեաստանից նա դուրս չեկավ։ Խորհուրդներ կան, որը իր դեր ու նշանակություն ունի, բայց դա չէ։ Նա շրջում էր Գալիլեայից Սամարիա, Սամարիայից դեպի Հրեաստան, այսինքն Երուսաղեմի տարածքը եւ այդպես։ Եվ մեկ օր անցնելուց ներս մտավ, որտեղ որ ինչ էր արել, հասակ էր արել։ Նա փոքր տարիքում ծնողները ինչ երբ որ Եգիպտոսից վերադարձան, նրանք Նազարեթ գնացին։ Նա իր ամբողջ տարիք, իր ընտանիքը, ժողովուրդը բոլորը ծանոթ էին իրան։ Նա ցանկացավ, որ Նազարեթում եւս Աստծո խոսքը եւ Աստծո հրաշքները իրականանան։ Եվ այնտեղ գնաց եւ ըստ սովորության ասում ներս մտավ ժողովարան, Աստծո խոսք առավ եւ խոսում էր ոչ թե մարդկային ինչ-որ քարոզչություն, որ մտքի հորինվածքը, այո, սիրելիներս, ես Աստծո խոսքից, բայց նստել եմ երեք, այսպես ասենք, դասավորել եմ, հերթականություն եմ դրել, բայց երբ որ Քրիստոսն էր խոսում, նա երկնային թագավորություն էր խոսում, նրա ամեն մի բառը, տառը, շեշտադրությունը երկնային էր, թեկուզ մարմնի մեջ էր։ Եվ երբ խոսում էր, բնականաբար անհնարին էր, թեկուզ են անգրագետը, թե գրագետը, թե միջինը, թե բարձը, թե ցածը, հիանում էին նրա խոսքի զորությունով։ Եվ բնականաբար պետք է մտածես, որ այդ ընթացքը պետք է ամբողջ Նազարեթ քաղաքը, հատկապես որ իրենց որդին էր։ Այսօր ֆուտբոլի մրցումներ կա, չէ՞, եւ բնականաբար ամեն մի երկիր ներկայացնում է իր խումբը, իր թիմը, եւ բնականաբար նրանք տարբեր քաղաքներից են, եւ ես համոզված եմ, որ ամեն մի քաղաք հպարտանում է, որ թեկուզ 1 կամ 2 խաղացող ունի, չէ՞։ Եվ Նազարեթի քաղաքը ըստ տրամաբանության մտածում ես, որ նրանք պետք է հիացմունք ապրեին, որ այս Հիսուս, այս փառավորածը, այս խոսքի գիտության եւ զորության եւ հրաշքների իրականացնողը իրանց հետ է հասակարելու մեծացել։
Բայց արեք ու տեսեք, որ այդպես չէ կյանքը։ Ամեն բան չէ, որը պետք է այդպես տրամաբանորեն նույնիսկ ինչ ունենա, ընթացք ունենա։ Ինչու՞, որտեվ մենք մարդ ենք ենթակա զգացմունքների եւ այդ զգացմունքները մեզ ինչ անում, մեզի սնուցանում է մեր եսը։ Ու երբ որ նրանք լսում էին Հիսուսից երկնային խոսքերը, Մատթեոս ավետարանի 13-րդ գլխի 55 եւ 55-ից 58 համարները պետք է դերցենք։ 55 եւ 56-ը Matthew chapter 13 verse 55 to 58. First we're going to read the first two verse 55 and the 56. Եվ ասում այդ ամբողջը լսելուց հետո փոխարեն հիասքանչ ապրեն, հիանան, որ իրենց քաղաքի բնակիչը փառավորած երկնքի Աստծո փառքն է գովերգում եւ հրաշքները իրականացնում, որ անհնարին է մարդը կարողանա իր ուժերի ու կարողությամբ թագավորներն ու զորավորներն ու իշխանավորները իրականացնել։ Բայց արի ու տես թե ինչ են ասում։ Այդ ամբողջը լսելուց ու հիասմունք ապրելուց հետո ասեցին. Սա հույսնի որդին չէ, այո։ Իր հայրը մասնագիտությամբ հյուսներ, փայտագործ։ Սրա մայրը չէ, որ Մարիամ է են կոչում, հասկանում եք, ամբողջ բառակազմության մեջ ինչքան արհամարանք կա։ Եվ սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնը եւ Հուդան։ Եվ ինչպես գիտեք, նոր կտակարանում Հակոբոս իր թղթերը թողեց եւ Հուդան։ Սրանք իր 4 Մարիամից եւ Հովսեփից ինչ ծնունդ առած տղաներն էին։ Եվ սրա քույրերը բոլորը մեզ մոտ չեն եւ արդ որտեղից է սրան այս բոլորը։ Փոխարեն ուրախանան, հիացմունք ապրեն, գրկեն, ձուլվեն, համբյուրեն նրա ներկայությունը։ Հարց են հարցնում. ով տվեց սրան այդ իշխանությունը, այդ թագավորությունը, այդ աստվածությունը։ Եվ շարունակությունը հետևյալ են կարդում։ Եվ նրանով ոչ թե հիանում էին, օրհնվում էին, բժշկվում էին, զորանում էին, հոգու մեջ ցնծում էին, այլ մի տխուր բառ են կարդում եւ նրանով գայթակղվում էին։ Կարող եք պատկերացնել մարդ արարածը Քրիստոսով գայթակղվի։ Մի բան մտածեք, մարդը Քրիստոսից գայթակղվում է։ Դու կարող ես ինձ գայթակղվես։ Ես կարող եմ քեզանից գայթակղվեմ, բայց երբ որ մարդը Քրիստոսից է գայթակղվում, something is wrong։ Եվ այդ սխալը միանշանակ մեկ բանի մեջ է, որ ամեն մեկիս մեջ թաքնված է, որ միանշանակ կոչում է ինչ, կոչում է մարդկային ես, այն դատարկ իմաստությունը, որ մարդը իր եսի մեջ կառուցել է, որ չի ուզում այդպես հեշտ հանդուրժի, ինչպես թե այս հյուսնի տղան, Մարիամի որդին, սրա եղբայրը Սիմոնը, Հուդան եւ քույրերին ենք ճանաչում եւ ասում է եւ նրանով գայթակղվում էին։ Իսկ Հիսուսը նրանց ասեց այն ինչ որ Հիսուսը ճշմարտությունից էր։ Նա չփորձեց համոզել։ Նա չփորձեց բացատրել իր աստվածությունը։ Նա ասեց մի պարզ, բայց տխուր ճշմարտություն։ Չկա անարգված մարգարե, բայց միայն իր գավառում եւ իր տանը։ Եվ դա մենակ Հիսուսի հետ կապված չէր։ Դա եկել էր անցյալից եւ շարունակվում էր ու շարունակվում է մինչեւ այսօր։ Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ զորավոր շատ գործեր չարեց։ Ով տուժեց։ Հիսուսը։ Իհարկե ոչ։ Տուժողը եղավ Նազարեթ քաղաքի այդ բարձրապատիվ մեծարգո հպարտ ամբարտավան քաղաքացիները։ Եվ եթե նայեք, Նազարեթը երբեք աչքի չընկավ ու մինչև այսօրվա սորը։ Գիտեք, այս ճշմարտությունը սխալ չհասկանա, քավ լիցի,
Ես մի ամբողջ ոչնչություն եմ, որ փորձեմ ինչ որ մի ծովի ավազի այդ հատիկի, մի ինչ որ մայկրոսկոպի այդ չափանիշով, միկրոչափով ես ինձ համեմատեմ Հիսուսի հետ։ Բայց դա իրական է, սիրելիներս։ Այստեղ այս եկեղեցում, որ 28 տարից ավելի ես ծառայում եմ, սիրելիներս, ձեզանից մեծամասնությունը ինչ ճանաչել եք որպես եկեղեցու հովիվ, Աստծո խոսքը քարոզող, եւ երբեք մենք խնդիր չենք ունեցել, բայց այս եկեղեցում ապրում են, գալիս են, մասնակցում են նաեւ իմ բարեկամները, իմ հարազատները, որ մինչեւ իմ հովիվները ինչ ճանաչել են որպես Սարո, ու այդպես էլ մինչեւ ինձ այդպես էլ կանչում են Սարո, ոչ pastor Սարո, ոչ էլ եղբայր Սարո, Սարո, that's not the problem, problem-ը իրենց մտքի մեջ է, նրանք չեն կարող, դա այս խոսքի ճշմարտությունից է, նրանք չեն կարող մինչև իրենց կյանքի վերջը ինձ ընդունեն որպես իրենց հովիվը, դա բացառված է, որտեվ դրանց իրենց միսու արյունն է, որտեվ անընդհատ իրենց միտքը գնում է անցյալը, ես այս մարդուն ճանաչել եմ, եսի հովիվ չէր, եսի քարոզիչ չէր, թեկուզ 19 տարեկանից ես սկսել եմ Աստծո խոսք քարոզել, դա կարևոր չի, նա ճանաչում է ինձ, ճանաչում է երբ դեռ էսեն չէի, Նազարեթի ժողովուրդը Հիսուսին ճանաչում են, երբ դեռ նա չէր մտել իր մեսիայի մեջ, նա իր հոր կողքին օգտակար եղավ, եւ աստվածաբանները միանշանակ ասում են, որ Հովսեփը իր մահկանացուն շատ շուտ կնքեց, որտեղ ոչ մի խոսք ավետարաններում Հովսեփի մասին խոսք չկա, եւ ամբողջ ընտանիքի ծանրությունը ընկավ ում վրա, ֆիզիկապես Հիսուսի վրա, Հիսուս շարունակեց որպես Հյուսն աշխատել այդ քաղաքում, եւ մարդիկ փորձեցին իրան ճանաչել որպես Հյուսն, եւ ոչ թե Աստծո միածին որդի, Եվ ես ուզում եմ քեզի հստակ ասնեմ, եթե քեզ խանգարում է, որ ինձ ընդունես որպես հովիվ, դա քո եւ քո Աստծո մեջ է դժվարությունը, իմ մեջ չի։ Բայց դժբախտաբար այս գաղափարը ինձ համար շատ ուշ բացվեց։ Երբ ես անփորձառու եւ այս խոսքերի իմացությունը եւ խորությունը ինձ համար բացված չէր, որ այսօր քարոզում եմ։ Այսօր բացահայտորեն կարող եմ ասել, որ ազատագրված եմ։ Դու ինձ կընդունես որպես հովիվ, թե ոչ, բացարձակապես ինձ համար արժեք չունի։ Բարեկամ ես, հարազատ ես։ Բայց տարիներ ու տարիներ ես տառապել եմ դրա մեջ ու ես մտածել եմ ինչ որ մի բան սխալ եմ անում, որ իմ հարազատ բարեկամները ինձ չեն ընդունում։ Որտեւ ես խոսքերի խորությունը ու լայնությունը ինձ համար չէր բացված, որտեւ ես չէի հասկացել, որ ես մարդկանց ունակ չեմ փոխելու։ Դու չես կարող ինձ փոխես։ Ես էլ չեմ պատրաստում ոչ ես քարոզով, ոչ էլ 1001 քարոզներով քեզ փոխեմ։ Փոխողը Տերերի Տեր ու փառավոր Աստվածն է։ Մենք եկել ենք, որ նրանից առնենք, նրա մեջ փոխվենք, նրա մեջ նորոգվենք։ Եվ մի հարց կառաջանա, եթե այդպես է, բայց իմ գալը ինչի համար է, որպեսզի հաստատես, որ նրա մարմնի մասն ես, որ կոչվում է եկեղեցի։ Դու չես եկել ինձ համար։ Ես իմ ծառայությունը քեզ համար չեմ անում։ Անցյալներում ես այդ սխալմունքի մեջ էի։ Ես մտածում եմ, որ քեզ եմ ծառայում, եւ որովհետեւ դու ինձ չեր ընդունում որպես հովիվ, ես տառապում եմ իմ ներաշխարհիս մեջ։ Ես մտածում եմ, ինչ սխալ եմ թույլ տվել, ինչպես կարող եմ իմ բարեկամներին ու հարազատներին համոզեմ, որ Աստված է ընտրել եւ այս ծառայությունը ոչ փառքի համար է, ոչ էլ եսը հագեցնելու համար։ Այսօր էլ ոչ մի բան չունեմ, ոչ մեկի տապացնելու։ Եվ դրա համար հետևյալ տողերն են կարդում։ Եվ ասում է Հիսուսը թողեց Նազարեթը։ Եվ եթե երբևէ առիթ եք ունեցել 4 ավետարանը մի քիչ ավելի մանրամասը կարդալու, կտեսնեք, որ նա այլևս Նազարեթ ոչ չդրեց։ Երբ որ մարդիկ քեզ չեն ընդունում, մի փորձի համոզել, մի գնի իրենց ոտքերը, մի իրանց արջև գլուխ կոնձի տուր, անեկդոտներ սարքիր, փորձիր ինչ-որ ցևով իրենց սիրտը շահել, շահողը սիրտը Քրիստոսն է, և եթե նրան մերժեցին, փառավորեցին, եթե նրա վրա գայթակղվեցին, ինձ ու քեզ էլ կմերժեն, թե որպես հովիվ, թե որպես քարոզիչ, թե որպես շարքային քրիստոնյա,
Բայց թող թույլ չտա, ինչպես ժամանակին ես թույլ տվեցի, որ քեզի ցածրացնի, տկարացնի, քեզ հոգու մտատանջանք բերի։ Ազատ եղիր։ Տերը ունես, ամեն ինչ ունես։ Եվ սա է հարցը, որը մենք երբ մարմենի մեջ ենք, Աստված մեզի տվել է ինչ, տվել է գիտություն, իմացություն, բանականություն։ Աստված մեզ բանականություն տվեց, տեսնում եք երկինքն ու երկրի վրա ինչքան կառույցներ կա, կամուրջները, երկրակամարները, այս տեխնոլոգին, այս ամբողջը ինչի շնորհիվ է։ Աստված տվեց մարդ արարածին բանականություն։ Բայց երբ մարդ Աստված հարաբերության մասին է խոսքը, այնտեղ բանականությունը ոչ մի դեր չի կարող ունենալ։ Ինչի համար, որտեղ մարդը, որ կառուցվածք է միս ու արյուն, բանականություն եւ հոգի, հոգին իշխում է բանականության եւ միս ու արյունի վրա։ Բայց եթե մարդու համար հոգին չի բացված, նրա համար ամենաթանկը, ամենաբարձրը, ամենակարևորը ինչն է, իր բանականությունը։ Եվ այսօր մարդկանց մեծամասնությունը մերժում է Աստծո իրականությունը ինչի համար, որովհետև փորձում է Աստծուն ճանաչել ինչով, իր մտքով, բանականությունով, իր լոջիկով, իր վերլուծությունով, իր փիլիսոփայությունով։ Աստված ասեց ես հոգի եմ, ու միայն դու կարող ես ինձ հոգու աշխարհի մեջ միայն մի բան կա։ Եվ դա կոչվում է հավատք։ Դու չես կարող Աստծուն ճանաչես եւ Աստծուն հավատաս ինչով քո բանականությունով, ոչ եւ ոչ եւ ոչ եւ ես ու դու որպես հոգեվորներ, երբ որ մեր հավատքը պակասում է ու զորը տալիս ենք բանականության, մենք մեզ ավելի ենք Աստծոց հեռացնում։ Մեզ միակ կապը հավատքն է։ Եթե տկարացել ես, ուրեմն հավատքը տկարացել է։ Եվ այսօր դու հավատքի նորոգման կարիք ունես, որպեսզի ես հավատքի նորոգման կարիք ունեմ, որպեսզի վերականգնեմ իմ հաղորդակցությունը ում հետ, Տերերի դերը ու փառավոր Աստծո հետ։ Սիրելիներս, այսօր, երբ որ դու թեկուզ ավետարանն ես կարդում, այնտեղ լեցուն տեսնում ես Աստծո Հիսուս Քրիստոսի ոչ թե խոսքի զորությունը, նաև հրաշքների իրականացումը։ Նրա հրաշքների իրականացումը ոչ միայն այդ ժամանակ այդ պահին բժշկվում էին, կաղը քայլում էր, կույրը տեսնում էր, մեռածը հարություն էր առնում եւ արյունահոսությամբ տառապող կինը նորոգվում էր ընդամենը նրա հանդերձներին դիպչելով, այլ շատ ավելի խորը իմաստ ու հոգևորություն կար, որը ավետարանիչները դրան գրի առան, որ այդ հրաշքները միայն առաջի դարաշրջանի համար չէ, այսօր իմ ու քո համար է։ Եվ այդ հրաշքների գրի առումը, որ թողվեց մեզի ժառանգություն, երբ որ ես ու դու կարդում ենք, ինչն է մեր մեջ նորոգում։ Մեր մեջ նորոգում է նրա աստվածությունը եւ մեր հավատքը դեպի նրան։ Այսօր աշխարհը չի կարողանում հասկանալ այդ հրաշքները։ Գիտեք ինչի, որովհետեւ փորձում այդ բոլորը ըմբռնել եւ վերլուծել տրամաբանությունով, իր մտային բանականությունով, իր կարողությունով։ Եվ բնականաբար ինչ է ստացում, այսօր որոշ եկեղեցիներ շատ ավելի են պակասացել խոսելու Քրիստոսի հրաշքների մասին, որտեղ մտածում են, որ ժողովուրդը, որ գալիս է եկեղեցի, նրանք տրամաբանող, առաջավոր, sense գիտական, այս աշխարհի մեջ առաջադեմ մարդիկ են, չկպչեմ նրանց բանականությանը, կնեղվեն ու կգնան։ Եվ եթե նկատեք որոշ եկեղեցիներում հրաշքների մասին քարոզչություններ համարյա թե չի արվում։ Արում է երջանիկ ապրի, լավ ապրի, ուրախ ապրի, մոտիվեյթ արա ինքդ քեզի տտտտտմբա։ Չկա ավետարանը, չկա այդ պարզ ավետարանչությունը, որ Քրիստոսը ինչ արեց, ասեց բժշկվի ու բժշկվեց։ Որովհետև դրան հասկանալու համար հավատք է պետք, ոչ թե բանականություն, ոչ թե տարիների փորձառություն, ես գիտնական եմ, ես համալսարան եմ, ապարդե, դա մի քիչ անհասկանալի է, հնարավոր չի, մենք տեսնենք այդ ոսկորը, որ ջարդված էր, այդ կույրը, որ ծնվել էր իր ծնողներից կույր, նա ինչպես միանգամից տեսողություն տվեց, մի հատ Հիսուս Քրիստոսի ձեռքերի հպումով։ Իմի պատկերացնում եք, a great part of ministry of Jesus Christ consists of his miracles։ Նրա այդ 3 տարվա գործնեության մեծ մասը գիտեք ինչից է կառուցված։
մեծ մասը miracles, այդ հրաշքները, որ իրականացրեց այդ 3 տարիների ընթացքում։ Մոտարպես 35 հրաշքները գրանցված 4 ավետարանիչների կողմից, որ Հիսուսը իրականացրեց այդ 3 տարիների ընթացքում։ Եվ այս հրաշքները ոչ թե բժշկում էր այդ անհատին, այլ ավետարանիչները առան, որ այսօր իմ ու քո մեջ հավատքը նորոգի, որ մենք հասկանանք, որ մենք հավատանք, թե ինչպիսի Աստծո ենք հավատում։ Ոչ թե փորձենք վերլուծել ու հասկանալ մարդկորեն բժշկական տեսանկյունով, արդյոք այս ու այնը հնարավոր է, այլ հավատանք, որ այնպիսի մի Աստծո ենք հավատում, որ նա հրաշքների Աստված է, անհնարինների Աստված է։ Եվ դա քո ընտրությունն է։ Եվ այսօր աշխարհը մերժում է դա, հիշիր, եւ դու ես աշխարհում ես։ Եվ այս վերջի տարիների տենդենսը, շարժումը, որ ես տեսնում եմ, անհավատությունը ավելի հսկայական ձևով ներս է մտնում եկեղեցի։ Եկեղեցիները սկսել են ավելի չափավոր լինել, չեն կարողանում ազատության մեջ Քրիստոս վկայել, Քրիստոս քարոզել, հրաշքների մասին խոսել մեղքի եւ ճշմարտության ու իրականության մասին։ Ասում ես սրանք կնեղացնենք, նրանք կնեղացնենք, հետո այս խումբը կգնա, հետո այն մյուս վիճակը կլինի, հետո ես ինչ կլինեմ, հետո ես իմ աշխատանքից կզրկվեմ, իմ աշխատավարձ կպակասի, եկեղեցին կպակասի, որ նույնիսկ կփակվի, մտածում է ավելի լավ չի, որ այս միջին կարգով ես այս եկեղեցին պահեմ, քոնե ժամանակ առ ժամանակ ես Հիսուսի անունը կօգտագործեմ, թեկուզ նրա հրաշքների մասին ես չեմ քարոզի, որ որևէ մեկին ինչ անեմ, չնեղացնեմ, նրա այդպես գիտական աշխարհին այդպես չվիրավորեմ։ Այսօր երբ որ ամեն մեկիս կյանքում պատահել է, երբ որ առիթ ես ունենում դրսի աշխարհի, քո բարեկամն ընկերն է, գործընկերն է, խոսում ես, եւ խոսքի մեջ խոսում ես Քրիստոսի ավետարանների մեջ կատարված հրաշքների մասին, նա ասես զարմացած նայում ասում, are you kidding me? Կատակում ես ինձ։ Ոնց կարող է ծնողներից ծնված կույրը մի հատ հպումով աչքերը տեսնի։ Ոնց կարող է տարիների այդ արյունահոսության մեջ լուրջ հիվանդություններ այդ կնոջ մեջ, որ ասում է ժամանակին ամեն միջոց կիրառել էր։ Ոնց կարող է նույնիսկ Հիսուսը ձեռ չդրեց, ոնց որ հրաշքների մեծամասնություն այդ կինը ընդամենը դիպչեց Հիսուսի քղանցներին եւ Հիսուս ասեց՝ «Ինձ զորություն դուրս եկավ»։ Հասկանում եք, առանց հավատքի դու չես կարող սրանք հասկանաս։ Եվ երբ որ մարդը փորձում է հասկանալ, այդ ժամանակ մոլորվում է, հետո պակասում է, հետո հեռանում է, տկարանում է։ Եվ այսօր, երբ որ խոսում ես աշխարհի հետ, խոսում ես ընդհանուր ոչ միայն ավետարանի, այլ ամբողջ Աստվածաշնչի հրաշքների մասին, skeptics, նրանք, որոնք կասկածամիտ են, նրանք, որոնք չեն ուզում հասկանան, խոսքը մարդու մասին չի, այդպես զորավորի մասին չի, գիտնականի մասին չի, փորձառուի մասին չի, խոսքը երկինք ու երկիրը ստեղծող Աստծո մասին է, կամ որ կա, կամ որ չկա, եթե հավատում ես, որ կա, ուրեմն ամբողջովին հնազանդվում ես նրա կամքին, խոնարհվում ես նրա ոտքերի տակ եւ կանչում ես նրան, իմ Տերս եւ իմ Աստվածս, իմ Փրկիչս եւ իմ Արարիչս։ Կամ որ կա, կամ որ չկա։ Եվ այսօր մենք մեկտեղ ենք եկել հասելու ողջ աշխարհին, երկնքի հրեշտակներին եւ մենք մեկս մյուսին եւ մի առիթով դրսում որևէ միտեղ, որ Տերերի Տեր ու փառավոր Աստվածը իրապես Աստված է։ Նա մի քիչ ավելի զորավոր չի, մի քիչ ավելի փորձառու չի, նա երկինք ու երկիր, այս տիեզերքի, այս անմահության, այս հավիտենականության ստեղծող Աստվածն է։ Նա կա ու կմնա, նա հավիտենականությունից գալիս է ու հավիտենականություն գնում է։ Եվ երբ որ մենք խոսում ենք, skeptics have been casting doubt on every miracles, եւ երբ որ խոսում ես քո այդպես բարեկամիտ ընկերոջդ հարազատիդ հետ Աստծո ճշմարտությունների, հրաշքների իրականության մասին, եւ որ ասում ես, պատմում ես, փորձում ես իր մեջ կառուցես, թե ինչպես Աստված Եգիպտոսից, որ 430 տարի ստրկության մեջ աղաղակելով, աղոթելով, կանչելով, Տերը Մովսեսին կանչեց, պատրաստեց նրան, եւ երբ որ վերջի ստեյջը, վերջի հանգրվանը, երբ առաջնեկին զարնեց առաջնեկներին Եգիպտոսին, եւ Եգիպտոս ասեց դուրս արեք, երբ որ դուրս եկան, փարավոնը միտքը փոխեց,
ու հրաման տվեց ու ամբողջ զորքը այդ զրահա, այդ սայլերով հետապնդեցին, որ ու հրաման էր դուրս եկե անապատ, անապատում մեկ հատ հրյա չթողնեք կենթանի, ամեն հատին պետք է սպանեք, եւ արջևում ինչն էր կանգնած, Red Sea, կարմիր ծովը, իսկ հետևում այդ կատաղած, այդ կենթանացած, այդ եգիպտական այդ զորքը, որ սենց կրնկակող գալիս են իրենց հետ, իսկ իրանք հետնոտն էին, այդ էշերով, եզներով, այդ սայլակներով, մեծահասակ, փոքր, եւ ինչ արեց, եւ Աստված ծովը ճեղքեց, տրամաբանական է, բացարձակապես ոչ, գիտական է, իհարկե ոչ, հասկանալի է, իհարկե ոչ, հավատալու է, այո եւ ամեն, եւ այսօր ես ու դու հավատում ենք, որ Աստված, որը կառուցեց ու տեստվեց այդ ծովը ցամաքը, նա ունի իր մեջ զորություն ծովը ճեղքելու եւ իր ժողովրդի համար ճանապարհ բացելու։ Եվ երբ որ քո անհավատ ընկերոջդ բարեկամիդ հարազատի քո տանը անդամին պատմում ես մանանի մասին, որ ինչպես Աստված անապատում ոչ վար կար, ոչ էլ ցանել կար, ոչ էլ հնձել կար, ոչ մի բան չկար, Աստված ամեն օր նրանց ինչ էր տալիս, երկնային հացը մանանան տալիս էր, որ այդպես ասում է իջնում էր եւ հավաքում էին եւ նրանից խմոր ու բլիթներ էին պատրաստում եւ 40 տարի դրանով սնվեցին անապատում։ Տրամաբանական է ոչ, հասկանալի է ոչ, հավատալու է այո։ Եվ երբ ասում եմ Աքաբը մեռավ ու Աքաբին հաջորդեց Օքոզյանը դա էր իր հոր նման անհավատ էր եւ երբ որ պատմությունը ժամանակի սղության պատճառ երբ որ հրաման տվեց իր 50-ականին ասես քո 50 զինվորներով գնա հետապնդիր եւ Եղիային ինձ մոտ բեր որտեվ Եղիան ասել էր մարգարացել էր Օքոզյան ընկել էր պատշգամից եւ սպասում էր ուրքերից թե պատասխան բերեն թե նա կբուժվի եւ Եղիան պատգամավորին ճանապարհին տեսավ գնացեք հանգիստ թակայնացեք որ այդ անկողնուց դու չես ելնի հենց այդտեղ էլ կսատկես եւ նա փորձում էր ինչ աներ զորովեն հրամանով ինչ աներ Եղեին պալատ բերեր համոզեր խնդրեր նվիրատվություններ աներ որ նա միտքը փոխի բայց չէր հասկանում որ մենք կարող ենք մեկս մյուսի մտքերը փոխել բայց Աստծո միտքն է ամենակարևոր էականը նրա որոշումն է որ ես ու դու որոշվում ենք ապրելու թե մեռնելու լինելու հավիտենականության արքայության մեջ թե հրաժարվելով Աստծոց եւ նրա ներկայությունից ընտրելու կորուստը եւ վախճանը եւ ասում է 50-ականը երբ որ եկան եւ ինքը սարի վրա բարձրացած էր եւ իրան ասեցին ով մարդ Աստծո եկել են քեզ թագավորի մոտ տանենք եւ եղեն գիտեք ինչ ասեց եթե ես Աստծո մարդ եմ ուրեմն Աստծոց խնդրում եմ որ երկնքից կրակ իջացնի եւ լափից քեզ եւ քո ամբողջ 50 զինվորներ եւ այդպես էլ եղավ հիմա երբ որ դու պատմում ես տրամաբանական է հասկանալի է անհասկանալի է նույնիսկ մեզ հավատացյալներիս համար որը մենք հասկանում ենք որ այս նույն գրքի մեջ գրած է Աստված սերը ինչպես կարող է բայց բացատրություն կա այս բոլորին Եկեք այսօրվա մեր նյութը չի մի օր Աստված կտա գիտությունը խորությունը եւ այդ մասին կխոսվի բայց Եղիան խնդրեց ու երկնքից կրակ իջավ տրամաբանական չէ գիտական չէ փորձառական չէ բայց Աստված իրականացրեց եւ վերջո այսօր ողջ աշխարհով մեկ սա միակ ուսմունքն է քրիստոնեությունը միակ հավատքն է մարդկության մեջ որը մենք հավատում ենք որ Քրիստոս Հիսուսը Աստվածը հավիտենականության Աստվածը երկնքում նա մարմին հագավ ինչ ույսի մեջ որպես երեխա տեսք ստանալով Սուրբ Հոգու ցաղիացած գիտության բժշկության համար հասկանալի է տրամաբանական է գիտական է ոչ հավատալու է այո մեր ամբողջ հավատքը դրա վրա է կառուցված մեր Քրիստոս Աստվածը Սուրբ ծնվեց որպես այդ Սուրբ ատարյալ Աստվածը համայն
աշխարհի մեղքի զոհը դառնար, եթե նրա վրա բիզ լիներ, եթե նա մարդուց ծնված լիներ, նա չէր կարող մարդկության համար մեռնել։ Նա աստվածային ծնունդ էր, որ մարդկության փրկությունը բերեց։ Մեր հավատքի աշխարհում, մեր հավատքի այս ամբողջ իմացության մեջ երկու ժամանակ հատվածներ կան, որ մեկը մյուսից տարբերում ընդհանրապես 40 օրով։ Եվ դրանք ինչն են? Resurrection and ascension։ Դրանք Քրիստոս Հիսուսի հարության զորությունը, որ ընդհանրապես մարդկության համար բացահայտվեց Կիրակի առավոտը, մեկ շաբթի, Կիրակի առավոտ, երբ կանայք գնացին, որ նրան խնկարկեին, գերեզմանը դատարկեր։ Եվ երբ որ աշկերի եւ 40 օր հետո 40 օր աշակերտների եւ տարբեր վկայություններ տալով իր եկեղեցուն, երբ առանձնացան, ինչ արեց? Նրանց աչքերի առջև նա համբարձվեց։ Տրամաբանական է ոչ, հասկանալի է ոչ, գիտական է ոչ, հավատալու է այո եւ ամեն։ Այսօր ես ու դու հավատում ենք, որ նա համբարձվեց եւ ինչպես ասել էր, հոր աջ կողմը նստած ամեն իրեն հավատացողի համար ինչ է? Բարեխոսում է։ Սրանք անգլերեն ասեմ mystery, սրանք մի հատ առեղծվածային կարգավիճակներ են, որ երբ որ հավատքի ես գալիս ու երկնքի Աստվածը դիպչում է քո հոգու աշխարհը եւ քո այդ քնած այդպես մարած հոգիդ արթնացնում է, երբ որ դու ճաշակում ես Աստծո կենթանությունը, Աստվածությունը, այդ ժամանակ սրանք բոլորը քեզ համար հավատալիք է լինում, դու հավատում ես։ Faith means believing the incredible. Հավատ նշանակում է, որ ես ու դու հավատում ենք անհնարիններին։ Այն ինչ որ հնարավոր է, Աստված մեզի միտք է տվել, կարողություն է տվել, մասլներ է տվել, հնարավորություններ է տվել, տուն ենք կառուցում, աշխատում ենք, դրամ ենք վաստակում, հագուստ ենք առնում, ճամփորդում ենք, մեքենաներ ենք գնում։ Սրանք բոլորը մարդ հարաբերության մեջ է, որ Աստված տվեց դրա գիտություն եւ իմացությունը, եւ մենք օգտագործում ենք առատորեն, բայց երբ դա բանականությունը դու փորձում ես օգտագործես, Աստծուն հասկանաս, կշփոթվես, կկորցնես Աստծուն ճանաչելու համար հավատք է պետք։ Յուրաքանչյուր մարդ արարած, գոնե կյանքում լոկ մեկ անգամ, անհնարին է, որ դա չլինի։ Ես հավատացնում եմ ձեզ, ամեն մարդ արարած, այն ամենաբարձրաստիճան, այն ամենակրթված ու զարգացածը, այն ամենահռչակավորը, նույնիսկ այն ամենահասարակն ու գյուղացին ու աննկատ ու աննշմարվածը, գոնե լոկ մեկ կյանքում, մեկ անգամ զգում է իր հոգու մեջ ինչը, իր ներսիդին դատարկությունը։ Այո, այսօր մարդիկ փորձում են այդ դատարկությունը լցնել իրենց հաճույքներով, փորձում են հասնել ինչ-որ կարողությունների, զորությունների, կոչումների, փառքերի, սպորտային աշխարհում, կինոյի աշխարհում, ես ինչ գիտեմ։ Եվ դրանցով փորձում են լրացնել այդ դատարկությունը, բայց արդյոք այդ դատարկությունը լցվում է։ Ո ոչ սիրելիս։ Այդ դատարկությունը, հոգու դատարկությունը եւ դու երկրագնդի վրա որևէ մի բանով, ոչ ադամանդով, ոչ էլ ոսկով, ոչ էլ հարստությունով, ոչ էլ հաջողությունով, ոչ էլ ծափար, ոչ մի երկրային ուշադիր լսիր, այդ դատարկությունը քո հոգու դատարկությունը, որ Աստված քեզ համար հույսով բացել է, եթե չի բացել աղոթենք, որ բացվի քեզ համար, եթե այդ հոգու դատարկությունը չի կարող երկրային որևէ մի եղելությունով, կառուցվածքով, եղածով ու վիճակով լցվի։ Միայն երկնային ներկայությամբ։ Այսպիսի մի անհատի մասին պետք է արագ Sir Edmund Hillary։ Նա երկրորդ դասարանից արդեն յուրահատուկ հետաքրություն կար իր մեջ սարերը, լեռները ուսումնասիրելու ու անդադ երազում էր։ Եվ պատանի դարձավ, նա երազում էր, որ մի օր իրեն բախտ վիճակվի այդ Հիմալյան լեռնաշղթան կա, այդ Էվերեստը, դրա են բարձրագույն գագաթներից մեկն է, որ մի օր մագլցի, մինչև իր ժամանակը ոչ մի եվրոպացու չէր հաջողվել նման մի բան։ Նա հավաքեց իր նման մի խումբ այդպես երազողների եւ նրանք տրամադրվեցին, տրվեցին այդ գաղափարին։
տարիներ տանջվեց, տարիներ պատրաստեց, որտեղ ինքը շատ լավ էր հասկանում։ Նա արդեն սարը, մագլցելը, հասկանալ Հիմալյան լեռնաշղթան Էվերեստը, նա գիտեր, որ միայն ֆիզիկապես մասն է։ Տարիներ ու տարիներ train իրեն պատրաստելուց հետո իրեն եւ իրենց խմբին հաջողվեց, որ բարձրանան վեր, հասնեն գագաթը Էվերեստի։ Ու երբ որ վերադարձավ, թե ամբողջ Եվրոպայում այդ նա առաջին մարդն էր, առաջին էր, որ կարողացել էր Էվերեստ հասնել։ Նրա այդ բնականաբար լեցուն հարցազրույցները եղավ։ Հարցազրույցներից մեկն է ինձ համար հետաքրքիր, որ առանձնացել եմ։ Finally he stood when his dreams had to lead him. Եվ ինտերվյուի ժամանակ հարցում հարցեցին. Ինչպիսի զգացում ապրեցիր, ինչպիսին ես իմի դու զգում, մի հատ նկարագրի քո ներաշխարը, քո ապրումները, քո զգացումները, երբ որ հասար այդ Էվերեստի գագաթնակետին։ I got the top to the very peak, հասա գագաթին, ամենաբարձրին։ Եվ բարերը տեսեք, թե ինչ է հնչում, and found there was nothing there։ Եվ հասկացա, որ ոչինչ չկա այնտեղ։ Գիտեք դա ինչի մասին էր խոսում։ Նրա համար բացվել էր, որ ինքը դատարկ է։ Էվերեստին նույնիսկ հասնելով այդ դատարկությունը չի լցվել։ Մատթեոս ավետարանի 16-րդ գլխի 25-րդ համարում հետևյալ տողերն է կարդում։ Matthew chapter 16 verse 25։ Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն։ Վահ։ Ես ինչ հակասության մասին է խոսքը։ Բայց եկել եմ եկեղեցի, որ իմ կյանքս փրկեմ, ասում է, ով որ փորձի փրկել իր կյանքը, կկորցնի այն։ Ճիշտ ես կարդում Սարը եղբայր։ Սուրբ Գիրքն է տված։ Սա եղբայր չի հորինում իրանից։ Իսկ ով որ իր կյանքը կորցնի, ինձ համար կգտնի այն։ Ինչն է հանելուկը։ Փորձեմ 1-2 նախադասությունով բացատրել, որտեղ ժամանակ արդեն ավարտի է գալիս։ Աշխարհը իր փիլիսոփայություն ունի, իրենց թագավորություններն, իրենց կառուցվածք ունեն։ Թողնենք այդ իրանց։ Այսօր խոսքը իմ ու քո մասին է։ Տխուր ու ցավալին գիտես ինչ է, որ ոչ միայն քրիստոնեական աշխարհում լեցուն հարամանություններ կան, թողնենք հարամանությունները, թողնենք աղանդները, թողնենք եկեղեցիները, կան կենտրոնանք մեր եկեղեցու վրա։ Այս եկեղեցում տարիներ ու տարիներ քարոզվում է, Աստծո խոսքն է մեկնաբանվում։ Հետո հանկարծ դասում ես այս նույն եկեղեցու ինչ-որ մի անդամ, ինչ-որ մի առիթով, ինչ-որ մի բան է ուզում բացատրել, եւ նրանից լսում ես իր վարդապետությունը, ոչ թե իր եկեղեցում սովորած վարդապետությունը։ Ինչու է մարդը կառուցում իր վարդապետությունը։ Մարդը կառուցում է իր վարդապետությունը, որպեսզի արդարացնի իր եւ իր ընտանիքի անդամների սխալ քայլերը։ Վարդապետությունը դրա վրա է կառուցվում։ Դու պարտադիր չի, որ Աստծո խոսքին գիտակ լինես։ Օրինակի համար, վարդապետություններից մեկը, ես հավատում եմ, եթե երեխես ինչ-որ մի ժամանակ ընթացք եկեղեցի է եկել, ու ինչ էլ որ ուզում է լինի, մի օր նա փրկվելու է։ Աստծո խոսքի մեջ նման բան չի գրած։ Բայց նա կառուցում է այդ վարդապետությունը ու ոչ միայն ինքն է համոզում ինքը իրան, այլ նաև կողքիներին է համոզում։ Սա ընդհանրապես ես մի հատ օրինակ բերեցի, եւ նման օրինակներ շատ կան։ Աստված մեզ զգուշացեց, որ օտարախառը լծակից չլինենք, օտարների հետ չմտնենք հաղորդակցույց, այսինքն ամուսնության մեջ։ Եվ երբ որ նման առիթ է լինում, ասում ես, հարցնում ես, աղջիկա թե տղա ամուսնանում, ասում ես դիմացինը, հավատացյալը, ասում է տատը եկեղեցի էր գնում։ Սա վարդապետություն է, որ դու կառուցել ես քո համար, որովհետև տատը եկեղեցի էր գնում, այդ տղան կամ աղջիկը քո փեսացուն կամ հարսացուն մի օր հավատքի գա ու կփրկվի։ Դա սուր գրային չէ, դա մեր ու իմ ու քո հորինած վարդապետություններն է։ Եվ սա էր ասում Աստված։ Եթե դու փորձես, դու քո վարդապետությունը կառուցես, քո կյանքիդ հարցումներին պատասխան տալու համար կկորցնես։ Որտեվ երկնքում Աստված մեզ չի դատապարտի, մեզ չի արդարացնի ըստ մեր վարդա։ Տեր, ես ես վարդապետություն էի ճանաչել, տարիներ ես հետ եմ քարոզել իմ ժողովրդին։
Դե կասի դու կորցված ես ու ցավում եմ քո ժողովրդի համար, որ քո է հետևել։ Բայց ես քեզ դատել եմ ըստ իմ վարդապետության, այսինքն ըստ իմ Աստծո խոսքի, ոչ թե այն ինչ որ դու ես կառուցել։ Եվ ես ուզում եմ ցեզի հավատացնեմ, նման վարդապետություններ արդեն մեծ արագությամբ ու մեծ քանակությամբ տարածվում է ողջ եկեղեցիներով մեկ։ Ամեն մեկը իրեն վարդապետ է համարում, ամեն մեկը իրեն արդարացնելու համար կառուցում է Աստծո խոսքից մի հատ հատված ստեյցա վերցնում, մի հատված ընդեից, եւ երբ որ նայում ես կողքից ասում ես, բա մենք էլ Եհովայի վկաներից ինչով ենք տարբերվում։ Մենք էլ մորմոններից ինչով ենք տարբերվում։ Մենք վերցնում ենք մի հատ հատված, մյուս հատված, բերում ենք, կապում ենք իրար հետ, երբ որ Աստծո խոսքի ամբողջությունը աղավաղում ենք, կառուցելու ինքնաարդարացման ինչը վարդապետություն, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, արդարացնել իր կյանքը, կկորցնի, սա Աստծո ճշմարտությունն է։ Իսկ որ իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։ Եվ ինձ մնում է 26-րդ համարն էլ ընթերցել եւ գանք խոսքի ավարտին։ Մարդուն ինչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի իր կառուցած իր վարդապետություններով ինքնարդարացման, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդը ինչ փրկագին կտա։ Փրկագին արդեն տրված է Գողգոթայի լեռան վրա։ Վստահենք ու հավատանք Հիսուսի անունով, ամեն։